Պարոն Սարգսյան, վերջապես հանդիպեցինք, մինչև բուն զրույցին անցնելը ինձ մոտ մի բան աչք ծակեց, մուտքի դռան մոտ պահարանի վրա ոնց որ պատրաստի երկու բարձրախոս ա դրած։ Ունես տպավորությունա, որ իրանք ասենց ամեն վարքյան պատրաստ են օգտագործվելու, ճիշտ է, հասկացել։ Միանշանակ քաղաքական կուսակցություններին գրեթե բոլորին այդ բնորոշ է։ Մի քիչ հրշեջ ծառայության բան հիշեցեցին, որ շտաբ մեկ էլ պետք է ինքու պետքա ձեռքի տակ լինի։ Ընդհանուր առմամբ այդքան շտաբ չի օգտագործվում, հիմնականում օգտագործվում է նախընտրական քարոզարշավների ժամանակ։ Պիտի ասեմ, որ ես չեմ օգտվում դրանցից, ես ավելի շատ բարձրախոսի միկրոֆոնի մարդ եմ, երբեք մեգաֆոնից չեմ օգտվել, որովհետև ես խոսելուց առաջ պիտի շունչ քաշեմ, հանգիստ խոսեմ, հետո նոր կարող է անցնեմ էմոցիաների, բայց մեգաֆոնը իմը չի։ Հանգիստ խոսելու հետ կապված դեռ կանրադառնանք, բայց նաև դուք նամակի մարդ եք, դուք մի քիչ առաջ պարզեցինք, որ ընդհանրապես հեռախոսել չեք պահում ձեզ մոտ, այսինքն հեռախոսը կախված է լոկացիայից, եթե մեքենայի մեջ եք այնտեղ, սենյակում եք այնտեղ, ձեր գրպանում չկա։ Հարմար է այդպես ապրելը այսօր։ Միանշանակ հարմար է, դա կարելի է նաև ֆոբիա համարել, որովհետև հեռախոսի ցանկացած զանգ ազդանշանի մոտ տագնապի, այ հրշեջի կամ կրակ հանգցնելու ինչ որ զգացողություն է առաջացնում։ Երկրորդ ես համարում եմ, որ գրավոր խոսքը շտկում է նաև ինձ, գրավոր խոսքում մաքսիմալ կարճ եմ լինում, իսկ ես շատ կարևորում եմ կարճ խոսքը, ցավոք միշտ չի որ ստացվում է իմ մոտ, անդադ փորձում եմ ավելի կարճ։ Երբեմն որոշակի գրառումների առումով ընկերներս ասում են, որ հակիրճության մաքսիմումն է, բայց ես դեռ դրան չեմ ասել։ Զանգերի հետ կապված հայ ծանոթ զգացողություն է, անծանոթ համարից զանգ է գալիս, ինչ որ դա անհասկանալի բան է առաջացնում, չնայած ոչ մի բան չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Փորձել եք ուսումնասիրել, որ դա ինչ որ հոգեբանական հարց է, թե դա բնական է ու պետք չի խորանալ։ Ես կարծում եմ, որ չարժի խորանալ, որովհետև հոգեբանական խնդիրների հետ լուծումներ ունեմ ու լուծումները գտել եմ վաղուց եւ խնդիրը հոգեբանական դաշտում չի, որ նայում եմ, հարմարավետության դաշտում եմ այդ նայում, ժամանակների խնդիր է նաեւ, այսօրվա մարդիկ, այսօրվա ժամանակի մարդը չի պատկերացնում առանց դրա, առանց հեռախոսի խոսելու, ես գերադասում եմ աչքերի մեջ նայելով խոսել, որովհետև անգամ երբ որ աչքերի մեջ նայում խոսում ես, պայմանավորվածությունները չեն գործում, որ մնաց հեռախոսով, իսկ գրավոր խոսքը այդ փաստ է, որ ասում ես, դες գրել ես։ Դա նաև ձեռնատու է։ Մենք կոնֆերանս սրահում ենք ձեր կուսակցության Ինձ հետաքրքիր ձեր նիստերը ոնց են անցնում, որովհետև դուք ինձ վրա միշտ թողել եք չափից դուրս հանգիստ, կիրթ մարդու տպավորություն, այն կոնտեքստում, որ նաև քաղաքականությամբ ենք զբաղվում։ Ես ձեզ չեմ պատկերացնում մարդկանց կոպտելուց, ձեռքը սեղանին խփելուց եւ այլն։ Այս սրահում, այս դահլիճում նման դեպքեր լինում են։ Երբեմն լինում են, բայց ասեմ հետեւյալը, որ ես ընդհանրապես չեմ ուշանում միշտ գերադասում եմ 10-15 րոպե շուտ գալ եւ խորհրդակցությունները, որոնք ես անում եմ, դրանք միշտ ավարտում եմ ճիշտ ժամանակին։ Այսինքն մեր մոտ խորհրդակցությունները հազվադեպ են 1.5 ժամից ավել տևում։ Դա գալիս է արտադրությունից, արտադրության մարդիկ հիմնականում այդպես են լինում, կարողանում են ճիշտ ժամանակին սկսել, ճիշտ ժամանակին ավարտել, ասելիքն ասել, այսինքն խնդիրը քաղաքական կառավարման եւ արտադրության կառավարման ես բերել եմ նույն համատեքստ, որում դնում ես առաջադրանքներ, ստուգում ես թե այդ առաջադրանքները անելու համար ինչ պայմաններ են պետք ու ինչ պիտի ապահովես, ինչքանով ես կարողանում ապահովես, հաջորդ օրը արվել է թե չի արվել մոտավորապես այս սկզբունքով։ Իսկ վերջին անգամ եք հունից դուրս եկել ու ինչ որ ձևով դա արտահայտել։ Չեմ հիշում, շատ բարդ է։ Չեմ եկել դա ընդհանրապես հազվադեպ է լինում, որ ես հունից դուրս գամ։ Ես հունից դուրս չեմ գալիս։ Ինձ բնորոշ չի այդ։ Ինձ բնորոշ չի։ Ճիշտ եմ հասկացել, էլի։ Էկրանը չի խափում։ Կապված ձեր խոսքի ու նաև ժեստիկուլյացիայի հետ։ Ես լսել եմ, որ դուք առանձնահատուկ ուշադրություն եք դարձնում դրան, թե խոսքին, թե ձեր ժեստերին, ու ոչ միայն ուշադրություն եք դարձնում, այլև դասընթացների եք գնացել կամ ուսումնասիրել եք, ես ճիշտ գիտեմ, ճիշտ ինֆորմացիա։ Իհարկե ճիշտ գիտեք։ Կպատմեք մի քիչ, ինչ եք սովորել, որտեղ։ Հիմնականում 3 ուսուցիչ եմ ունեցել, որոնց ես ուսուցիչ եմ համանում։
երեքին էլ Հայաստան է բերել NDI ընկերությունը, որը համագործակցում է մեր կուսակցության հետ, ժողովրդավարության համատեքստում դասընթացներ է անում եւ այլն։ Առաջին ուսուցիչը դա Դեյվն էր, որը Միացյալ Նահանգներում քարոզարշավների լավագույն մասնագետներից է համարվում, շատ բարձր վճարով է աշխատում, իհարկե վճարն անում էր USAID-ին եւ NDI-ը, եւ ինքը սովորեցնում էր ռետորական արվեստի այն նրբությունները, որոնք անհրաժեշտ են քաղաքական գործչին, որտեղ քաղաքական գործչի ռետորության գործը լրագրողի կամ արվեստի մարդու ռետորության գործից խիստ տարբերվում է մոտեցումները, բացարձակ ուրիշ պիտի լինեն ու այստեղ ժեստիկուլյացիան շատ էական է։ Ինքը նաև սովորեցնում էր կրճատ խոսել, այսինքն դարվում էր հետևյալ կերպը, դրվում էին տեսախցիկները եւ տեսախցիկի առաջ ինքն ասում էր, ասենք, ինչու մարդը պիտի ընտրի ձեզ եւ ձեր կուսակցության։ Ներկայացրու հետ։ Դες ներկայացնում է ենթադրենք մի 15-20 րոպե, պատմում էի եւ այլ, որից հետո ասում էր, հիմա այդ ինչ որ ներկայացրեցիր, կարող ես 3 րոպեում ներկայացնել։ Մի քիչ ժամանակ էր տալի, մի քիչ զրուցում էինք, այդ արանքում մտածում էի, գալիս էի փորձում էի սեղմել այդ 3 րոպեի մեջ։ Հետո ասում էր այդ նույնը մի րոպեում, հետո այդ նույնը 30 վայրկյանում, հետո այդ նույնը մի բառով, ոնց կբնութագրես։ Այսինքն այս բերում էր նրան, որ մոտեցումներդ վեր է իրացում կարգախոսի։ Ունենում է իր տվյալ քարոզչության ու կարգախոսը, որ բառերն են, որոնք դու անընդհատ քարոզարշավի ժամանակ պիտի կրկնես, անկախ նրանից որտեղ ես։ Հեռուստատեսությունում դրսում հանդիպման, մարդկանց հետ բարևելուց հետո, որ դու ասոցացվես այդ բառերի հետ։ Սա ընտրական տեխնոլոգիա է, ասեմ, որ ես ընտրական տեխնոլոգիաներ ուսումնասիրել եմ նաև գրքերի մակարդակով, գիտեմ դրանք, բայց մշտապես խուսափել եմ դրանք կիրառելուց, որովհետև համարում եմ անազնիվ։ Այսինքն դա մարդկանց ներգրավելու որոշակի մեթոդ է, որը մեխանիկական մեթոդ է, եւ այսօրվա քաղաքականությունը վերածվել ինդուստրիայի, եւ այդ ինդուստրիան ճիշտ կիրառելու դեպքում մարդու յենթագիտակցության վրա ազդելով ինքը գալիս քեզ ընտրում է առանց եւ արևմուտքում եւ Եվրոպայում հիմնականում այդ կիրառում են եւ բավականին լավ։ Կար ժեստիկուլյացիայի մասնագետ, որը կին էր, Նիդերլանդներից էր։ Գիտեք, ինքը շատ բարձրահասակ էր, սևամորթ էր ու շատ տգեղ էր։ Ու տղամարդու նման էր քայլում, երբ որ հանդիպեցի, մտքումս ասացի, այս ինչ գեշ կին է, 40 րոպե իր հետ զրուցելուց հետո իմ համար իրենից սիրունքին չկար, որտեղ աննկարագրելի խելացի էր, առանց հայերեն բառ հասկանալու մտքերս կարդում էր, ասենք ինքն էլ նույն բանը, էլի խնդիրը լուծում են տեսախցիկների առաջ, ասում էր ինչ որ պատմի ձեր կուսակցության ծրագրի մասին։ Պատմելուց հետո ինքը դնում էր այդ հեռուստատեսության էկրանի վրա ու կադրերը կանգնեցնելով ասում էր այստեղում համոզիչ չես։ Ինքը չգիտի հայերեն։ Ու ես զգում եի, որ ճիշտ տեղն է ընկալել, որտեղ ես համոզիչ չեմ, ինչով ժեստերով։ Ինքն ասում էր այ ժեստը չպիտի անես, այ ժեստը պիտի անես։ Որ ժեստերն են թե կարճ, որ նո են, չի կարելի հանկարծ անել խոսելիս։ Նկարվելու ձեռքերը դիմացին պահել։ Սենց։ Ես մի քիչ լավ։ Լավ ասոցիացիա չի։ Օրինակ ես խնդիր ունեմ կադրում ձեռքերս հետ, միշտ չգիտեմ ինչ անեմ իրանցած, ինչ որ իրենք խորհուրդ են տալիս նման դեպքերում առաջի կադրը սկսելուց ձեռքին գրիչ պահել եւ հենվել գրիչին։ Որ լավ ամբիոն չկա հեմում ես գրիչին, որից հետո հունի մեջ ես արդեն ժեստիկուլյացիան յենթագիտակցական մակարդակում գալիս է, ցուցամատով ցուցադրելը նախկինում համարվում էր, որ դա վատ տոն է ու սխալ էր ընկալվում, հիմա Թրամփը սարքել է այդ լավ տոն, հենց մտնում է ինչ-որ մեկին ցուցամատով ցույց է տալիս բուֆետ մտած մարդուն։ Այսինքն դա էլ է թրենդերից կա։ Դա էլ արդեն թրենդների, մարդիկ աշխատում են ինքնավոճ երևալ, ինչ որ առումով կրեատիվ բաներ անել, որով հիշողության մեջ մտնեն։ Տեխնոլոգիա է, դա էլ է քաղաքական տեխնոլոգիա, որը կիրառվում է, այո։ Պարոն Սարգսյան, ես առաջարկում եմ մենք տեղափոխվենք ձեր աշխատասենյակ, այնտեղ
առնվազն մեկ շատ հետաքրքիր բան կա, որի մասին ես լսել էի, նույնիսկ ձեր հարցազրույցներից, բայց չէի տեսել մինչև այսօր։ Տեղափոխվենք այնտեղ, զրուցենք նաև դրանից։ Սիրով։ Պարոն Սարգսյան, մենք ձեր աշխատասենյակում ենք ու ինչն է ասում ամենահետաքրքիրը, պատին կտավ է կախված եւ ես գիտեմ, որ դուք Գեղարվեստի ակադեմիայում եք սովորել նկարում եք, դրա մասին շատ քիչ բայց խոսում եք, բայց երբեք ձեր նկարները ոչ միտեղ չէի տեսել ձեր նկարած ու վերջապես հանդիպումը եղավ։ Ասեք, սա երբ եք նկարել ու ինչա պատկերված։ Գեղարվեստի ուսումնարան եմ սովորել, որից հետո գնացել եմ բանակ, հետ եկա ու բանակից հետո մտածեցի, որ ուղղությունը շարունակելու համար պիտի դիմեմ պոլիտեխնիկական ինստիտուտ, ճարտարապետաշինարարական ֆակուլտետ, որտեղ ընկերներից մի մասը այդտեղ էին սովորում նաև նկարչության հետ կապ կար։ Նկարել սիրում եմ եւ սկզբնական շրջանում հիմնականում դիմանկարներ էի նկարում, այնպես ինչպես ցանկացած նկարել սիրող կամ նկարել սովորող մարդ իր ընկերուհիներին է նկարում, աղջիկներին ավելի հեշտ մոտենալու, կապեր հաստատելու միջոց էր նկարել իմանալը, հետո խիստ սկսեց հետաքրքրել մանկական դիմանկարները, շատ էի սիրում երեխաների նկարել, երեխաները երկար չեն նստում ու երբ որ պարտադրում ես նստել, մի քիչ հանգիստ, քիչ շարժվել, քնում են, շատ հետաքրքիր է այդ ամեն ինչը։ Հիմա ժամանակի մեջ այդքան համբերություն ու այդքան ժամանակ չունեմ, որ դիմանկարչությամբ զբաղվեմ, ես երբ որ ազգային ժողով գնացի ելք դաշինքի ժամանակ, իմիջայլոց դրանից առաջ 2 անգամ էլի падգամավոր ընտրվել էի, բայց ազգային ժողով չէի գնում։ Այդ անգամ որոշեցի գնալ ու առաջին շփումներիցս հետևություն եկա, որ այն մարդիկ, ովքեր ընտրվել են, այսինքն իրենք որոշակիորեն փոխվում են։ Ես նկարի անունը անվանեցի սենատորը, այսինքն սա մարդ է, ում ժողովուրդն ընտրել է, ինքը պատկերացնում է, որ իր գլխին ժողովրդի ընտրյալի պսակն է, բայց ինքը ոչ աչք ունի, ոչ ականջ։ Այսինքն ոչ տեսնում է, ոչ լսում է, քիթը վերև է ծծել։ Բայց հոտառություն ունի։ Քաղաքական հոտառություն ունի, հա։ Ինքնագող մարդու այսպիսի, այսպես ասած, լուրջ նկարչություն չի, ինքը խաղում է, զբաղվում է, ժամանակ է սանում։ Հանգստանում եք դրանով։ Միանշանակ։ Չկա ավելի հանգստացնող բան աշխարհից կտրող, քան նկարչությունն ու ձկնորսությունը։ Ու ձկնորսությունը։ Փոխվելուց կապված ձեզ վերջին անգամ երբ են ասել, որ դուք փոխվել եք։ Հարազատ մարդը։ Դա չի եղել։ Չի եղել։ Այսինքն դուք ձեր մեջ չեք նկատել որևէ փոփոխություն ձեր քաղաքական։ Ես ինքս նկատում եմ, որ փոխվում եմ, որովհետև գիտեք, մինչև 50-ը այդ փոփոխությունը չես զգում, որտեղ հայլու մեջ դու միշտ երիտասարդ ես։ 50-ից հետո դու նայում ես, տեսնում ես, որ ամեն օր ես փոխվում արտաքինով, բայց ներսում էլի նույն երիտասարդն ես։ Արտաքին փոփոխությունները ձեզ շատ են անհանգստացնում, փորձում եք ինչ-որ ձև պայքարել։ Այո, իհարկե անհանգստացնում են, ու իմ կարծիքով ցանկացած մարդու են անհանգստացնում։ Ես առավոտները մի ժամանակ եմ տրամադրում մարմնամարզությանը, վազքին, հետևում եմ սննդակարգին, նախանձում եմ ձեր նման ոչ գեր մարդկանց, որ ինչ ուզեն իրիկունները կուտեն։ Վերջապես մեկը դա ասես, որովհետև ինձ միշտ հակառակ ասում են ինչ է, ասես նիար հոբան չի եղել։ Շնորհակալություն։ Ավելորդ քաշով մանգալը ձեր համեմատ ես հիմա ման եմ գալիս մի դույլ ջուր ձեռքս բռնած անընդհատ։ Պատկերացրեք դուք ինչ առավելություն։ Հասկացա, հա։ Խոհանոց հետ կապված գիտեմ, որ հիմա պահքի մեջ եք, բայց ընդհանրապես նաև խոհանոցը համարում եք ամենավերին արվեստը, արտահայտություն եք արել։ Հետաքրքիր է, իսկ դուք ինքներդ պատրաստում եք։ Այո, ու մեծ սիրով եմ պատրաստում։ Ունեք ֆիրմային ռեցեպտ, որ հիմա չեք ափսոսակիսվեք նաև։ Գիտեք, նայած որ խոհանոցի, ես սիրում եմ թե իտալական խոհանոցը եւ գիտեմ նաեւ չինական խոհանոցը։ Չինական խոհանոցից, ասենք, հիմնականում բրնձի հետ կապված խորտիկներ կան, որոնք
սիրում եմ պատրաստել մանր կտրտած հիմնական հորթի մսով, որտեղ օգտագործում եմ նաև ընկույզ եւ այլ այս կարգի բաներ, բավականին բարդ ուտեստներ կարող եմ պատրաստել, այդ թվում նաև կարող եմ, ասենք, որոշակի հայտնի թխվածքներ պատրաստել, ասենք շտրուդելներ ավստրիական խնձորով եւ այլն։ Խոհանոց շատ եմ սիրում։ Խոհանոցը ես հասկացա, որ ինքը արվեստների արվեստն է, որ բացի գույնից, ձևից, ինչ ունի քանդակը կամ ճարտարապետությունը, ինքը ունի նաև հոտ, ունի համ, այս բացարձակ ուրիշ բան։ Նաև ձայն ունի, այո։ Կապված հենց այս ամենը որ ամփոփենք, հա, նկարչություն, խոհանոց, ընդհանրապես էսթետիկա, որքանով է կարևորում քաղաքական գործչի թելադրած էսթետիկան, հատկապես Հայաստանում։ Ինչքանով է դա կարևոր։ Ես համարում եմ դա շատ կարևոր, քանի որ դու հանրային տեսակետասող մարդ ես եւ դու չպիտի վատ օրինակ լինես։ Թեկուզ կրեատիվ երևալու համար չպիտի օգտագործես վատ բառեր, քո խոսքում չպիտի լինի չարություն, մաքսիմալ պիտի հեռու մնաս ատելությունից, որտեվ այդ հետ վերադարձող է, ով ինչ ցանի, նա էլ հետագայում հավաքում է։ Իսկ դու կադրից դուրս էլ առօրյամ չեք կիրառում ցենզուրայից դուրս բառեր։ Հիմնականում ոչ, այո, աշխատում եմ, որ ոչ։ Աշխատում եմ, որ ոչ, շատ քիչ, ասենք հումորի կատակի առումով ինչ որ մարդու մասին ինչ որ բան պատմելուց իր բառով, իր խոսքով, ուղղակի ուրախանալու համար, բայց հանրային միջավայրում բացարձակ ոչ։ Ընկերական շրջապատում, այո, ժողովրդական լեզվով, ժողովրդին հասկանալի որոշ բարբառներ, օրինակ Արտաշատի եւ այլն, որոշակի առումով տիրապետում եմ տատիս Արտաշատցի։ Այո։ Կապված հենց այս կենցաղային մշակութային հարցեր շուրջ, գիտեք ինձ ինչներ, դուք տեսել եք նկարչանունը չեմ հիշում, կա այսպես գրաֆիկական պատկեր արևմտյան ժողովուրդների հասարակությունների ու արևելյան հասարակությունների կենցաղային տարբերությունները, որոնք նաև մշակութային են։ Օրինակ, ձախ կողմում պատկերի, ասենք, արևմտյան հասարակության հերթն է, աչում արևելյան, ձախում ուղիղ գծով, աչում խառը։ Ու այդպես տարբեր օրինակներ, խնդիրները հաղթահարել, արևմտյան հասարակությունը հաղթահարում է խնդիրները գնում առաջ, արևելյան հասարակությունը շրջանցում են խնդիրը ու գնում են առաջ, եւ այլն եւ այլն։ Ու ես այդ պատկերները որ նայում էի, աչ կողմը ինձ ավելի հարազատ ու մոտ թված մեզ հայերիս, քան արևմտյանը։ Ինչ եք կարծում, կարող է ամեն դեպքում մենք ես ինքը վատ իմաստով չի նշանակում նա լավն է, սա վատն է։ Դրա համար այդ կոնտեքստում չեմ հարցնում։ Բայց կարող մենք ավելի շատ արևելյան ասիական ժողովուրդ եւ հասարակություն ենք, ինչը վատ չի ուղղակի փաստ է, բայց երբ մենք փորձում ենք ավելի շատ լինել եվրոպական արհեստականորեն, մեր օրգանիզմը դա չի ընդունում ու ասենց կարճ միացում է տալիս, դրա համար մնում ենք արանքում։ Ես այլ տեսանկյունից եմ նայում, մարդը լինում է հանդուրժող, ներող, դիմացինի նկատմամբ հարգանքով եւ մարդը լինում է հակառակը։ Ու սա դրսևորվում է աշխարհի բոլոր կրոններում, ու բոլոր կրոնները դա են քարոզում։ Ու որևէ կապ չունի, թե մարդը արևելյան մտածելակերպի է, թե արևմտյան, ինքը իրապես հավատում է Աստծուն, փորձում է հավատքի մարդ լինելու այդպես ապրել, թե չի հավատում, ու անդադ մեղք է գործում, հետո ասում է մեղա։ Ցավոք սրտի արևելյան հասարակարգը ավելի քիչ է դրան ուշադրություն դարձնում։ Ես կարող եմ ասեմ, որ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, երբ որ հայտնվում է արևմուտքում, ասենք Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, ինքը այդ հերթը չխախտողներից համար մեկն է դառնում ու զայրանում է նրանց վրա, ով հերթը խախտում են։ Իսկ այստեղ Հայաստանում ինքը մեքենայով գծերը խախտելով գալիս է մի հատ Այսպես անում ասում է թող անցնեմ, դե ասում ես մարդը թող անցնի երևի շտապում է։ Դուք էլ եք ասում դե լավ թող անցնի, արդյունքում խրախուսվում է այդ երևույթը ու ինքը մնում է։
Ես չեմ կարծում, որ դրանով խրախուսում եմ, ներքին զայրույթ ունեմ, երբ որ գալիս ասում են, բայց նաև համարում եմ, որ մարդը գուցե եւ պետք է, կամ համարում եմ, որ շատ բան չկորցրեցի, ինչեր ուզեց անցավ դե լավ, երևի երկնքում հաշվի կառնեն, որ զիջեցի։ Չեմ չարանում դրանից, բայց ես կարգ ու կանոնի մարդ եմ։ Ես իմ բոլոր ընկերները, իմ շրջապատի բոլոր մարդիկ, ասենք, այսպես ասեմ, Ստեփան Դեմիրճյանից սկսած, Լևոն Տեր-Պետրոսյանով, Ռոբերտ Քոչարյանով, ում հետ որոշակի ժամանակ ու աշխատանքային փորձ եմ ունեցել, կհաստատեմ, որ ես երբեք չեմ ուշանում։ Եվ ես բոլոր խորհրդակցությունները սկսում եմ ճիշտ ժամանակին ու կարողանում եմ ճիշտ ժամանակին ավարտել։ Եվ դա գալիս է արտադրությունում աշխատելու իմ փորձից։ Ես սիրում եմ կարգ ու կանոն, ես սիրում եմ ժամանակը գնահատել, ես սիրում եմ հերթ կանգնելը, ես չեմ սիրում այդ խախտելը, որովհետև հերթ կանգնելու դեպքում ավելի արագ ես տեղ հասնում, քան երբ որ հերթը խախտում ես։ Վերադառնանք արվեստին, ես թեմայից չեմ կարող հարց չտալ, պարոն Սարգսյան, վերջերս դուրս եկավ Վազգեն Վերջին սպարապետը ֆիլմը։ Ես նախապես ասեմ, որ դեռ չեմ նայել ու նայեմ ինչ-որտեղ հատուկ չեմ նայել, որովհետև ես մի քիչ բծախնդիր կինո նայող եմ ու ուզում եի ձեզ այդ զրույցից առաջ իրեն տեսած չլինեի, որ մաքսիմալ նեյտրալ եւ օբյեկտիվ լինի, բայց ես ֆիլմի հետ կապված մի քանի ռևյու եմ տեսել, կարծիքներ եմ տեսել, ընդ որում մարդկանց կողմից ովքեր համակիր են, այսինքն իրենք չեն ուզել վատ բան գրել, բայց փորձել են լինել օբյեկտիվ։ Ու ինչը համընկավ այդ մի քանի հոգու գրածի մեջ, նշված էր, որ ֆիլմում Վազգեն Սարգսյանի կերպարը գրեթե անթերի է ներկայացված, ինչը գեղարվեստական դրամատուրգիայի տեսանկյունից լավ չի, ցույց տրված չի նաև բաներ, որտեղ ինչպես եւ բոլոր մարդիկ ինքը անթերի չի եղել։ Դուք նայել եք ֆիլմը, ինչ եք կարծում, ճիշտ են այդ ռևյուները, կարծիքները։ Ես էլ բազմաթիվ տեսակետներ եմ լսել, ընդհանրապես այն մարդիկ, ովքեր Վազգենին շատ լավ են ճանաչում, այդ մարդիկ ֆիլմում բացեր են տեսնում, իրենք կուզենային ինչ-որ ուրիշ դրվագներ լինեին, իրենք կուզենային, որ որոշ դրվագներ ավելի իրականությանը մոտ լինեին, բայց ընդհանուր առմամբ ֆիլմին դրական եմ վերաբերվում, ինչու, որովհետև միշտ մտածել եմ, որ սերունդներին դաստիարակում են երկու օրինակով, հերոսի օրինակով, ինչպիսին պետք է լինել, եւ օրինակով ինչպիսին չի կարելի լինել։ Ժողովուրդները կերտում են իրենց հերոսներին, ասենք նույն արևմտյան քաղաքակրթությունը, Բեթմենին, չգիտեմ, չխչիկ մարդուն, բայց Սուպերմենին, իրանք օրինակ նույն Բեթմենը ինքը չի ծնվել հերոս ու միանգամից ամեն ինչ հերոսական արել։ Կամ լավ, մեր օրինակով բերեմ Սասունցի Դավիթը։ Սասունցի Դավիթ դառնալու ճանապարհին ինքը սարերում սիբեխ էր հավաքում, միջև արտատեր պարը իրեն չեկավ ասեց, ես ինչ ես անում, այսինքն ինքը բացասականից դառել է դրական, այդ ճանապարհը անցել է։ Հիմա ինձ մոտ տպավորություն է, որ մեզ մոտ չեն ուզում նաև այդ բացասականը ցույց տան, ուզում են միանգամից ցույց տան, որ այդպես էլ եղել է ի սկզբանե, ինչը կարա նույնիսկ ենթագիտակցորեն հակասություն առաջացնի դիտողի կամ կարդացողի մոտ։ Ես օրինակ խնդրին այդպես չեմ նայում, որ այնտեղ ուղղակի հերոսի կերպարը փայլեցրած է, որովհետև բազմաթիվ դրվագներ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, այդ բացասական է թե դրական, ու բացարձակ է այդպես չի, թե մանուկ հասակի դրսևորումները եւ թե ասենք մեծ տարիքում սպային հարվածելը, երբ որ պաշտպանության նախարարը ասենք ապտակում է սպային ու պոկում է ուսադիրները։ Գիտեք, ասենք դա Վազգենի բնորոշ էր ու Վազգենը դա արել է։ Շատ մարդիկ կարող են, ասենք, ֆիզիկական ուժի գործադրումը համարեն բռնություն, համարեն պետական պաշտոնյային ոչարիր, մեկը ես նման բան չէի անի։ Իսկ Վազգենն է տարել է։ Մարդիկ կան, որ այդ համարում են դրական, ուժեղ մարդու ճիշտ դրսևորում, մարդիկ կան, որ այդ համարում են բացասական, այնպես որ բացարձակ այդպես չի, որ ֆիլմում Վազգենը ներկայացված է զուտ միայն դրական տեսանկյունից։ Ներկայացված է այն ընթացքը մանկությունից մինչև հոկտեմբերի 27, ինչը ընդհանուր առմամբ պատմական համատեքստում այդքան ժամանակի մեջ հնարավոր էր ներկայացնել։
Ես կարծում եմ, որ ֆիլմը ինքը դրական անկախ ֆիլմի գեղարվեստական որակին գնահատական տալու այդ իմ մասնագիտություն չի դժվարանում եմ նման բան ասել, առավել եւս, որ զարմուհիս այդտեղ սիրտոհոգի է դրել, այդ իր կյանքի երազանքն է եղել ու շատ ապրի ինքը, որ այդ արել է, ինքը նույնիսկ ամենավատն էլ անել, ես իրեն համբուրելու եմ, ասելու եմ ապրես, որ դու քո ամուսնուն կարողացար համոզել, պարտադրել ու կարողացար հասնել նրան, ինչ ուզում էիր անել, ու շատ բնական է, որ ինքը իր հորեղբոր մասին ու ընդունում է որպես հերոս, ով իր համար տղամարդու ամենագեղեցիկ ու ամենակատարյալ կերպարն է, ֆիլմում աշխատեր այդ ամեն ինչը փայլեցնել եւ որևէ այդ կարգի բանին դեմ լիներ։ Պարոն Սարգսյան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար ու մեր ավանդականը ինչի համար ձեր գրասենյակից կհեռացնեք մարդուն։ Ում կհեռացնեմ։ Ձեր գրասենյակից, ձեր կուսակցին, ձեր այստեղի աշխատողին։ Միայն թմակցին։ Թիմակցին ինչու համար կհեռացնեմ։ Գաղափարից հրաժարվելու։ Մարդը կարող է ցանկացած խնդրից, մոտեցումից, ցանկացած բանից կարող է հրաժարվել, բայց ոչ գաղափարից։ Գաղափարի դավաճանությունը չի ներվում։ Դա այդպես է թե քաղաքականության մեջ, թե մասնագիտությունների մեջ, թե արվեստում։ Գաղափարը մարդը ընդունում է իր համար ուղենիշ, ակետից բկետ հասնելու համար ապրում է 100 տարի, թե 50 տարի, թե 20 տարի։ Այո, Ռոբերտ Աբաջյանն ասում էր, ես դիրքը լքողի, իր համար այդ գաղափարը։ Ինքը մնաց իր գաղափարի մեջ ու ինքը հերոս է։ Նրանք, ովքեր գաղափարը փոխում են, ասենք այսօր արևմտամետ են, վաղը դառնում են ռուսամետ։ Չի կարա մարդը փոխվի, գիտեք, դա փոխվի, հենց այդ մետությունը։ Կարող է նաև մարդը ժամանակի մեջ մոտեցումները փոխել։ Այդպիսի շատ մեծեր են եղել, ինչպիսին Չարենցը, ասենք, գովաբանել է սովետներին, հետո փնովել է դրանց ու նրանց ձեռքով էլ պատժվել է, բայց ինքը արդարության գաղափարին կողմ է մնացել։ Այսինքն ի նկատի ունեմ խնդիրը մեծ գաղափարի առումով, ոչ թե նրա թե այսօր կողմնորոշվել էինք ու համարում էինք, որ արդյունաբերությունն է ճիշտ, վաղը որ համարենք, որ սպասարկման ոլորտն է ճիշտ, այս չի գաղափարի փոփոխությունը։ Այսօր սիրահարվել էինք, ամուսնացել էինք ու շատ լավ էր ու չստացվեց, վաղը բաժանվեցինք, այս չի գաղափարի փոփոխությունը։ Մեծ գաղափարի մոտեցումների արդարության զգացման, մարդու հանդեպ ունեցած վերաբերմունքի եւ այլնի այս համատեքստն եմ համարում գաղափարի փոփոխություն, երբ որ դու մարդկությանը սիրում ես, երիտասարդ ես ու ինչ որ դեպքից հետո սկսում ես ատել։ Դու քրիստոնյա ես, դու ընդունում ես Աստծուն ու երբ որ քո մոտ անհաջողություն է, դու ասում ես Աստված չկա։ Գաղափար ասելով ես այս գլոբալ իմաստն եմ հասկանում։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։